Հիշում եք չէ, որ այսօր ասվել պայմանավորվածության ես եմ հրավիրում կինո Լիլիթին։ Չկապավ ախպեր, ես արդեն տոմսերը առել եմ, ընենց որ այսօր ես եմ գնալու կինո։ Չհասկացա դու մոռացել ես, որ մենք վերանունների առաջին տարի այբնական կարգով ենք մոտենում Լիլիթին, ընենց որ քեզ էլ է շատ կա, ֆրունզ։ Իմ հետա։ Ախպեր ասում եմ այսօր ես եմ գնալու կինո, նենց որ ինձ ոչ մի պայմանավորվածություն չի հետաքրքրում, Հայկո։ Հլը հոп, եթե տաղավարի բան ենք պայմանավորվում, ուրեմն տղու խոսքից հետ մի թռի։ Ես ինձ ասես թռնում ես։ Էսա սակո դու ես թռնում։ Ես ինչ հաստեղ կատարում, հանգստացեք մի հատ, տղաներ վերջ տվեք։ Լիլո ջան, ես քո թեման չի, ավելի ճիշտ քո թեման, հա, բայց քո թեման չի կան։ Այ, մի անեք չի կարելի, յա, մի անեք։ Լիլի ջան, բասը անելու բան է, այ աղջիկ ջան, ինչքան պետքա քո պատճառով տղաները կռվեն իրար հետ, սա դպրոց է, թե բոքսի ռինգ։ Հա, բայց ես ինչ մեղք ունեմ, դուք էլ եք չէ տեսնում, որ ես ուշադրություն չեմ դարձնում։ Բա հենց դա է հարցը, կամ ինչ-որ մեկին շանս տուր, կամ այնպես արա, որ դու շանսեր չունենաս։ Բայց ոնց։ Դե չգիտեմ, մազի հետ մի հարդարի, մի շպարվի, տկեղ հակնայի, որ տղաները ուշադրություն չդարձնեն քեզ։ Լավ, ընկեր Սիմոն, մի բարկացեք, ես մի բան կմտածեմ։ Լսի սիրուն լինելը ահա որ դժվար է, ես էլ հոգիտեմ, բայց մենք հեսա նենց կանենք, որ քո թզուկները քեզ ոչ թե որպես սպիտակաձյունի կտեսնեն, այլ Ռոմեո Ջուլիետի Ջուլիետ։ Լսի դու էլ ես ընկեր Սիմոյանի պես մտածում, որ ես պետքա վատ ու տգեղ շորեր հագնեմ ու չհետևեմ ինձ։ Վայ կյանքս գժվել ես, չէ, ուղղակի դու իրանց պետքա դժվար ընտրության մեջ դնես, ոնց որ միշտ ես եմ ահնում էլի։ Այդ ոնց։ Նայ, ուրեմն մենք հեսա կգնանք իրանց մոտ ու դու կասես ով ուզում այ մեծ կինո գնա, թող պատուհանից թռնի, դժվար էլի քո խոտեր պատուհանից թռնեն։ Լսի, բայց լավ բան ես մտածել, գիտես։ Կյանքս բսաղորը տենց բաների մեջ եմ, դրա համար էլ մի հատ ուզող չունեմ, հա։ Դե լավ, արի գնացինք։ Գնացինք օրպես։ Տղաներ, Հա Լիլի ջան, ով էր ուզում իմ հետ կինո գնար, ես Լիլի ջան։ ձեր համար հետաքրքիր առաջարկ ունեմ, ես կգնամ կինո միայն այն տղայի հետ, ով ինձ համար կցատկի պատոհանից, հակառակ դեպքում մոռացեք իմ մասին։ Հո մենք գիշ ենք Լիլի ջան։ Գիշիները։ Լիլի ջան, չէ, էլի ցավը տան։ Տեսար ոնց աշխատեց, բայց սաղորը տենց բաների մեջ աղջ։ Սա, հա։ Փաստորեն դու իմ հետ կինո գնալու համար պատրաստ ես ցատկել պատոհանից։ Դե լավ, ինչ արած, վեր կաց, դե գնանք կինո։ Լիլի ջան, սպասի բարձրանան վերև, ինձ բրթողի գլուխը ջարդեմ, կգամ կգնանք կինո։ Սիրելի աշակերտներ, այսօր մենք կտանք աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունների մեկնարկը։ Մեր ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել իմ կողքին կանգնած խոստումնալից երիտասարդները։ Դե ինչ, ներկայացնեմ նրանց։ Ինձանից ձախ գտնվում է Գասպարյան Վիգենը, ով ներկայացնում է ապահովված դպրոց դաշինքը։ Ապահովված դպրոց, ապահով մանկություն։ Իսկ Վիգենի կողքին կանգնած է Մայր իշխանություն կուսակցության նախագահ, մեր Իննիայի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Գյուրեղյանը։ Եկել է Մայր իշխանության ժամանակը։ Իսկ մեր վերջին թեկնածուն է ինձանից աջ կանգնած Հովանեսյան աղվանը, ով ներկայացնում է դպրոցին դեմ եմ ռեֆորմիստական կուսակցությունը։ Դեմ եմ և դեմ, մյուսներին դեմ եմ։ Դե ինչ սիրելիներս, մեկնարկը տրված է, կարող եք անցկացնել ձեր քարոզարշավը և հուսով եմ խախտումներ չեն լինի։ Շնորհակալություն բոլորին։
Հարգելի ընտրազանգված։ Ինչպես բոլորդ գիտեք, ես ապահոված ընտանիքից եմ։ Ու եթե դուք ինձ ապահովեք ձեր ձայներով, ես էլ ձեզ կապահովեմ։ Ինչպես մենք ենք ասում, ապահոված դպրոց, Ապահոված մանկություն։ ինչպես ասեց մեր աղբերը։ Ուրեմն եթե ընտրվեցի ես, բուֆետի ուտելիքը ձրի կլինի։ Ֆուտբոլի դաշտը կկանաչապատենք։ Բասկետբոլի դաշտը կասֆալտապատենք։ Ու ամենավերջում սովորող երեխեքին կարգելվի անվանել դոդիկ։ Սա դեռ ամենը չի։ Ինձ ընտրող բոլոր աշակերտները կստանան նվեր սմարթֆոններ Allcell-ից։ Արագացրու, արա։ Վիգեն նախագահ, Վիգեն նախագահ, Վիգեն նախագահ։ Լավ, հասկացանք աղբերս։ Քեզ է միած սմարթֆոն։ Վիգեն նախագահ, Վիգեն նախագահ, Վիգեն նախագահ, Վիգեն նախագահ։ Եվ այսպես, եկել եմ մայր իշխանության ժամանակը։ Այո։ Եթե ուզում եք, որ աղջիկների իրավունքները այս դպրոցում լինեն միշտ պաշտպանված, ում պետք է ընտրեք։ Մայր իշխանությանը։ Եթե ուզում եք, որ դպրոցում աղջիկների խոսքը լինի նույնպես կարևոր, ում պետք է ընտրեք։ Մայր իշխանությանը։ Ում պետք է ընտրեք։ Մայր իշխանությանը։ Ում պետք է ընտրեք։ Մայր իշխանությանը։ Ուշադրություն։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ իմ նախընտրական ծրագիրը։ Բոժե մոյ։ Իմ ծրագրի առաջին կետով մենք ամեն ամիսը 4 անգամ կկազմակերպենք տարբեր էքսկուրսիաներ։ Օշականում, Բյուրականում, Աշտարակի ձորում եւ ինչու՞ չէ նաեւ Արևմտյան Հայաստանում։ Աստված իմ։ Մեր ծրագրի երկրորդ կետով մենք կմաքրենք մեր դպրոցի, ինչ է մեր դպրոցի վիճակը։ Եվ մեր դպրոցի հարակից բնակելի տարածքները։ Եվ վերջապես, մեր ծրագրի երրորդ կետով մենք կկազմակերպենք միջդպրոցական օլիմպիադաներ, որոնց կմասնակցեք անխտիր բոլորդ։ Կմասնակցես դու, կմասնակցես դու, կմասնակցես դու, կմասնակցես դու, կմասնակցեք բոլորդ։ Աղբան, դե ձերդ կտրի թող հաց ուտենք, էլի։ Եվ այսպես սիրելիներս եկավ այդքան սպասված պահը։ Այսօրվա կայացած ընտրությունների արդյունքները ամփոփված են եւ իմ ձեռքում գտնվում է մի ծրար, որտեղ գտնվում է հաղթողի անունը եւ մենք հիմա կպարզենք թե ով է հաղթել մեր ընտրություններում։ Եվ այսպես առաջին բացարձակ հաղթող է ճանաչվում Գասպարյան Վիգենը 241 ձայնով երեխաներ։ Բայց պետք չէ ուրախանալ Վիգեն, քանի որ մենք նկատել ենք քո ընտրակաշարք բաժանելու պահը։ Քո ձայները զրոյացվում են, քանի որ մենք բացահայտել ենք, որ դու ընտրակաշարք ես բաժանել։ Իսկ այդ դեպքում մեր երկրորդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցը կճանաչվի հաղթող։ Եվ ով է դա, ինչ եք կարծում, դե Անահիտ Գյուրեղյանը, Անահիտ, շնորհավորում եմ, դու 164 ձայնով կարողացար հաղթել այս ընտրությունները։ Շնորհակալ եմ, պարոն տնօրեն, սա ինձ համար մեծ պատիվ է։ Շնորհավորում եմ, Անահիտ ջան։ Ես այնպես կանեմ, որ իմ նախագահության օրոք Ես Լիվարկյան, սա ինչ արհամարանք է։ Իսկ իմ ձայները։ Ինչ ձայներ, տատա ջան։ Ավելի լավ է ես չբարձրաձայն եմ քո ձայների քանը։ Ոչ, ես պնդում եմ, ասեք։ Լավ, կասեմ Աղվան ջան, ուրեմն այսպես, մեր մյուսներին դեմ եմ կուսակցության ղեկավար Աղվանը այս ընտրություններում հավաքել է 3 ձայն։ Աղվան, ինչու ես այդպես ուրախանում, դու 3 ձայն ես հավաքել, բացի քեզանից քեզ ընտրել են եւս 2 հոգի, ոչ ավել, ոչ պակաս։
Այդ ձեր համար է 2 հոգի։ Իմ համար նախորդ տարվա համեմատ կա 200% աճ։ Մյուս ընտրությունների գերնպատակներն նույնպես հավաքել 2 ձայն։ Մյուս ընտրություններում ես պետք է հավաքեմ 4 ձայն։ Շատ լավ է։ Դու մի տարի հավաք։ Շատ լավ է։ Հաղթել ենք մենք։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների, ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու վեսայց հոգոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում, Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Արխային մոտիկացի ախմերս։ Բացարձակ։ Եթում ես մոտիկանում ես, սպտի տեղած անցնում ես։ Եղավ, գավայցի, կաղազ դու։ Աստղիկ ջան, բարև։ Աստղիկ բարև, ոնց ես։ Աստղիկ ոնց ես։ Ռազո, ինչ ես ուզում ինձանից, այսօր արդեն 8-րդ անգամն ես բարևում։ Ուզում եմ իմանալ ոնց ես։ Լավ եմ, հետո։ Հետո բան չէ, դու ասա, նորմալ է։ Լսի դու խելագար ես, հանգիստ թող ինձ։ Ախր ես քեզ գժի նման սիրում եմ, Իսկ ես քեզ չէ։ Բայց ինչի, պոյս տեղը, բուսատս տեղը, պապան ամեն օր բուֆետի համար 300 դրամ փող ա տալիս։ Եթե համաձայնվես հետս ընկերություն անես, 100 դրամը քոնն է։ Ինչ ասեցիր։ Եթե 100-ից նեղվում ես, 200-ը գրպանումը տա։ Դու մեռա, Ռազո։ Պա, նենց դու չլնես ուրիշը լնողա։ Ախր ուրիշը ոնց կարելին է, հայ դու Ռազո անխելք Ռազո։ Հեշ լավ բան չեղավ։ Ոչինչ կյանք հապատահում է։ Ես գիտեմ ինչ անենք, որ աստղիկը քեզ ուզի։ Բասա։ Ուրեմն նայ, պետք է աստղիկին ինչ-որ բան նվիրես, բայց նենց բան, որ իրա սրտով լինի։ Բայց ինչ նվիրեմ։ Աստղիկը գյուղի աղջիկա։ Գյուղի աղջկան ինչ է դուրը կգա։ Գյուղի աղջկան, պանիր դուրը կգա, գնամ նվիրեմ։ Չէ։ Աստղիկը մեծացել է գյուղի բնության գրկում, հետևաբար ինքը բնություն շատ է սիրում։ Բնություն շատ է սիրում, ծաղիկներ գնամ նվիրեմ։ Չէ, ծաղիկը ղզիկ բան է։ Խոտ նվիրի։ Մենակ խոտ։ Հա։ Բայց խոտը դուրը կգա։ Հա, 100%։ Գնա դպրոցի հետևից պրճոկի տար նվիրի։ Հա, տղերք։ Ես ինքան շնորհակալ եմ։ Աստղիկ, կգաս։ Բարև Աստղիկ ջան, ոնց ես։ Ես դու հələ համարցակվում ես ինձ բարև ես։ Կտրուկ գայլերը չդիմես Աստղիկ, քանի որ քեզ անակնկալ նվեր ունեմ։ Ինչ նվեր։ Աչքերդ փակարա։ Խոտ։ Դու մեռա, Ռազո։ Բայ Աստղիկ։
Փաստորեն խոտը դուրը չի եկել, հա։ Դե ոնց տենում ես չի եկել էլի Գևոր։ Իսկ մենակ խփեց, թե ինչ-որ բան էլ ասեց։ Սկզբից խփեց, հետո ինձ դավադրեց, որ եթե ես իրան մոտիկանամ, ինձ իր աղբերների ճիրանները կգցի։ Ախպերներին, հա։ Գժական բան անցավ մտքովս, այդ որ նվիրես, Աստղիկը հաստատ քեզ կուզի։ Տղեկ, հասկանում եք, որ այս մեր վերջի շանսն է։ Եթե մի անգամ էլ ինձ Աստղիկը մերժեց, աղբերները հում կուտեն։ Հաստատ դուրը կգա։ Հիշում ես, չէ՞ որ Աստղիկը գյուղում է մեծացել։ Բա դա մոռանալ կլինի։ Ահա, որպես գյուղում մեծացած աղջիկ, բնությունից բացի ինքը նաև սիրում է կենդանիներին։ Արա, ոնց չէի ֆայմե, որ շուն նվիրեմ։ Դո չէին շուն որ նվիրես ամեն օր հաչալու է։ Բա ինչ նվիրեմ։ Հավ։ Հավ։ Դուրը կգա բայց։ Հա, հաստատ դուրը կգա։ Հավը ամեն օր զուկած, ինքը ձվով ձվածեղ կուտի ու քո մասին կհիշի։ Տղեկ, ես ձեզ ենքան եմ վստահում։ Ապրեք շատ, կրովնի եք դուք ինձ։ Ապերի բայց մեղք էր։ Ես այդ Աստղիկի աղբերները գալու են սրա գլուխը ջարդեն։ Մեզ էլ տես բան է պետք, թող մի քիչ հետաքրքիր անցնի էլի օրները։ Էս ուր գնաց կորավ, հետո մի բան եղած չլինի։ Տղեկ ջան, ես ձեզ շատ շնորհակալ եմ, դուք իմ սկական ընկերներ եք։ Ռազո, Աստղիկի նվերը տվեցի՞ր։ Հա, գնացի, հավը վերցրեցի, տես Աստղիկին, որ աղբերների հետ կանգնած է, շունչ քաշեցի, գնացի ու իմ դուխով քայլ արեցի, հավը նվիրեցի։ Իսկ ուրիշ բան չասեց։ Ուրիշ բան Աստղիկը ասեց, ով է քեզ դավադրում, որ դու ինձ սենց լավ նվերներ ես անում։ Ես էլ ասեցի իմ իսկական ընկերները, թող ինքը աղբերները սաղ իմանան ինչ ընկերներ ունեմ մեջքիս։ Էլ բան չասեց Աստղիկը։ Աստղիկը լուրը մունջ էր, իր աղբերներն են, հեսա գալիս են ձեզ մի լավ շնորհակալություն հայտնեն։ Պատրաստ եք։ Տղեկ, ներս եկեք։ Այ իրանք։ Արե դուք եք ասել, որ մեր քրոջը հավ նվիրի։ Դեք արեք։ Հա, մամ։ Հա, գնացել եմ դասի։ Մի ամիս է երկրից դուրս եք գնացել, ամեն օր զանգում ասում ես դասի գնացել ես, թե չէ։ Ես ու 7 տարեկան երեխա չեմ, որ խաբեմ։ Հենա հենց հիմա էլ Անգլիայանի դասին նստած եմ, չես հավատում լսի։ Fatality. Լսեցիր։ Լավ, մամ, դե անջատեմ, քանի դասախոսը չի տեսել, որ հեռախոսով եմ խոսում։ Լավ, բակա։ Էй Աստված ջան, եթե իմ ես արարքները վատավարտա ունենալու քեզ խնդրում եմ մի նշան տուր։ Այսքան շուտ։ Բարի օր ախորս։ Բարի։ Պապա։ Շախաղում։ Խաղաս բայ կանես։ Ես մի ամիսա համասան չես գալի։ Գիտես ինչ հերա կատարվել։ Էլի եկավ է սուր հանդակը։ Սուրո ջան, դու չես հասկացել, որ ես վերջապես ընկել եմ դրախտ ու ինձ Ադամիս ընդհանրապես չի հետաքրքրում ձեր համալսարանական պտուղները։ Ահա մոթա, եթե քո համար սովորելը, կրթվելը, էդի արգելված պտուղ է, ես քո խոսալը բաց ունեմ ախպերս։ Հաջող ախպորս։ Մի վարքյան։ Ասա։ Լասա ինչի ես եկել։ Եկել եմ ասեմ, որ պոեզը ախպերս։ Վաղուց գնացել է։ Վсё։ Դե ուրեմն այդ պոեզի ստոպ կռանը քաշի կանգնացրու ու ասա ինչ ա եղել։ Ախպերս քո համար երկու նորություն ունեմ։ Մեկը վատ, մյուսը լավ։ Չէ, սպասի ասեմ։ Մեկն է բոտ։ Բոթը որն է։ Այ որ համալսարան գայր մեկ սովորեիր, կիմանար որ բոթը դա գույժն է։ Համի վատից սկսեմ թե բոթից։ Վատից։ Ախպերս, վատ նորությունը այն է, որ ես մի ամիսա համալսարան չես գալիս, ունգել ես դեկանիսև ցուցակ։
Դեկան ինձ անձամբ ասել է, եթե դու վաղը չգաս համալսարան ու իրան չպատասխանես մեր ամբողջ ամսվա ծրագիրը, քեզ հեռացնում են ախպեր համալսարանից։ Վայ քորա։ Բոթը որն է։ Բոթը որն է։ Ապեր բոթը նա, որս ամեն ինչը ես քեզ պետք է երեք ասեի։ Բա խիրը չես ասել արա։ Արախպերը չեմ կարող, փորում եմ ասել։ Ճշտով այդպամա, դες։ Անգամ չի կարող դա երեք։ Փորում եմ ասում ես, չեմ կարող այդ ժամին։ Թե ամեն բան քեզ տվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղի լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուզվել ես նեղվելու կարիք չկա Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի, էմոջի Մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմոջի Քո աչքը ուրիշ ունեցածքին է դու նախանձես Չգիտես քո գինը մոռացիր ենինը չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախ անցկացնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես, չտխրես, չնեղվես Պետք է դու գիտակցես որ մնաս նույն բարին չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքը սերն է Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երգը որ տակ պիտի պարենք Էմոջի Էմոջի մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երգը որ տակ պիտի պարենք Էմոջի մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երգը որ տակ պիտի պարենք Էմոջի